Կեչին ու երեք բազեները Ռուսական ժողովրդական հեքիաթ Մի զինվոր իր ծառայությունը ավարտեց ու ճամփա ընկավ հայրենի տուն Գնաց, մեկ էլ չար ոգին ճամփին դուրս եկավ, առաջը կտրեց Կանգնիր զինվոր, էդ ուր ես գնում Տուն եմ գնում Տանը ինչ կա, ոչ բարեկամ, ոչ ազգական Արի ինձ մոտ ծառա, քեզ լավ վարձ կտամ Իսկ ինչ գործ եմ անելու Քո գործից թեթևը չկա Ծովերից են կողմ աղջիկս մարդի է գնում Պիտի հարսանիքին հասնեմ Բայց 3 բազե ունեմ, նայող չկա Մինչև իմ գալը պահակ կանգնիր Դե զինվորը համաձայնեց Առանց փող միտք արեց Ինչ ապրուստ, թեկուզ չար ոգին է, համա վարձն էլ վարձ է Չար ոգին զինվորին բերեց տուն, ինքը գնաց ծովերից այն կողմ Զինվորը պարապությունից սենյակները չափչփեց, ձանձրացավ, դուրս եկավ այգի, տեսավ բակում մի կեչի Կեչին մարդու ձայնով ասաց Զինվոր, գնա այսինչ գյուղը Այնտեղի տերտերին ասա, թող երազում տեսածը քեզ տա Զինվորը գնաց ասված տեղը, տերտերը մի գիրք հանեց, թե առ, վերցրու Վերցրեց ու ետ եկավ Շնորհակալ եմ բարի մարդ, ասաց կեչին, հիմա գնա ու կարդա Զինվորը սկսեց գիրքը կարդալ Մի գիշեր կարդաց Կեչուց մի սիրուն, մի չտեսնված գեղեցիկ աղջիկ դուրս եկավ Մինչև ուսերը երևաց Երկրորդ գիշերը կարդաց Մինչև գոտկատեղը երևաց Երրորդ գիշերը որ կարդաց լրիվ ազատվեց ու դուրս ելավ Աղջիկը համբուրեց զինվորին ու ասաց Ես թագավորի աղջիկն եմ Չար ոգին ինձ փախցրեց ու կեչի դարձրեց Իսկ էս 3 բազեներն էլ իմ հարազատ եղբայրներն են Ուզեցին ինձ ազատեն, էդ օրն ընկան Աղջիկը հենց ասաց թե չէ 3 բազե թռած եկան Խփվեցին գետնին ու 3 ջահել ջիվան տղա դարձան Զինվորին առան ու գնացին իրենց հոր ու մոր մոտ Թագավորն ու թագուհին շատ ուրախացան Զինվորին լավ նվերներ տվին Աղջկան էլ սրա հետ պսակեցին ու իրենց պալատում պահեցին